Ողջույն բոլորին, հիմա կքննարկենք տնայինի խնդիրները։ Հայկ, առաջինը կասես։ Այո, կասեմ, խնդիրն մեզ ասում է, որ խանութում կա 6 կարմիր, 5 դեղին և 4 սպիտակ ծաղիկներ, քանի եղանակով կարող ենք ընտրել մեկ ծաղիկ, այ պատասխանը 15 է, որովհետև խանութում ընդհանուր կա 15 ծաղիկ։ Միշտ է, երկրորդը։ Մեկ կարմիր և մեկ դեղին ծաղիկ։ Մենք ունենք 6 կարմիր և 5 դեղին ծաղիկ։ Հետևաբար 6-ը բազմապատկում ենք 5-ի, որովհետև ամեն կարմիր ծաղիկ կարող է ունենալ 5 դեղին ծաղիկի զույգ։ Ճիշտ է, արտադրյալի սկզբունքով առաջին ստեղծված ծաղիկ կա, կարմիր գույնի և 5 հատ դեղին գույնի կլինի 30 եղանակ։ Գն, Գն ասում է 2 տարագույն գույնի ծաղիկներ, մենք կարող ենք ընտրել կարմիր և դեղին, կարմիր և սպիտակ և դեղին սպիտակ, այդ բոլոր տարբերակները պետք է գումարենք, անցած արդեն մենք հաշվել ենք 30, գումարած 6 անգամ 4 24 բարին և իրոք է, Հա։ ստենց նշենք, այս կարմիր և դեղին, հիմա ընտրելու ենք կարմիր և դեղին, կամ կարմիր և սպիտակ, կամ դեղին և սպիտակ։ Այո։ Սա արդեն հաշվել ենք 30 եղանակ, սա Կարմիր հետևելու համար 6 անգամ 4 24 տարբերակ և դեղինն ու սպիտակը 5 անգամ 4 20, ամեն ինչը իրար են գումարում և ստանում ենք 74 տարբերակ։ Շտամնումա գումարենք 30 գումարած 24 գումարած 20, վասարը 74։ Դեն ասում է ամեն գույնի մեկական ծաղիկ, պատասխանը 120-ն է, որտև դա հավասար է 6 անգամ 5 անգամ 4։ Միշտ է, այսինքն կարմիր, դեղին և սպիտակ ծաղիկներ ընտրելու համար կլինի 6 անգամ 5 անգամ 4, վասարը 120։ Բարձր բոլորին։ Մարդ կար, որ ինչ-որ բան սխալ էր արել կամ չեր արել ու հարց ունի։ Այո, Լսում ենք, Արեգ, որը որ գայում գրածերը երկու տարագույն ծաղիկներ, ես հաշվի չէի առել այն, որ իրանք չեն կարող կրկնվել։ Հաշվել է այն տարբերակները, որոնցով նաև կան կրկնվել։ Այսինքն կարա լինի կարմիր, դեղին, Այո, սպիտակ։ Եկեք այդ խնդիրը լուծենք։ Գշտրիխ։ Քանի եղանակով կարանք երկու հատ ծաղիկ ընտրենք ուղղակի։ Արեգ կասես լուծումը թելը, մենակ ճիշտ է թե չէ։ ես արել էի 15 անգամ 14, որ նույն ծաղիկը երկու հատ չես կարա ունենաս։ 15 անգամ 14։ Սա կլինի 210։ 210։ Ինչ է կարծում, ճիշտ է։ Վերցրելա Արեգը սենց բան։ Քանի որ ընդհանուր 15 հատ ծաղիկ են, առաջին ծաղիկը ընտրելուց կարանք վերցնենք 15 ծաղիկ, հետո երկրորդ ծաղիկը վերցնելուց արդեն քանի որ մի հատ ընտրել ենք, կմնա 14 ծաղիկ, կլինի 15 անգամ 14, կլինի 210։ Ով է համաձայն, որ սա ճիշտ է։ Ոչ մեկ։ Ընկիր Վաչագան, խնդրում նշված է, որ կարան տարբեր գույների էլ լինեն, թե պարտադիր միագույն պետք է լինեն։ Չէ, ուղղակի երկու ծաղիկ, պարտադիր չի, ոչ տարբեր լինեն, ոչ նույնը։ Ուրեմն ես համաձայն եմ, որ դա ճիշտ է։
Իրականում այդքան էլ ճիշտ չի։ Ընկեր Վաչագան, Այո, ես ասեմ ինչու։ այո, Այստեղ հաշվի չի արվել այն փաստը, որ ծաղիկները կարող են կրկնվել։ Ասենք սկզբում ընտրեն ինչ որ այդ կարմիր առաջին ծաղիկը ու ինչ որ կապույտ ուրիշ ծաղիկ, հետո այդ կապույտը ու կարմիրը։ Այդ դա լինելու է նույն տարբերակը, բայց այստեղ հաշվված է լինելու։ Դրա այստեղ մեր տեղը կապ չունի, մեզ ընդհանուր այդ ծաղիկներն են պետք, դրա համար պետք է դա բաժանենք երկուսի, որովհետև նես չի կարա լինի։ Կարող են կրկնվել։ Այս դեպքում ոչ թե պիտի բաժանենք երկուսի, այլ երկուսի ֆակտորիալի։ Եթե ասեր 3 հատ ծաղիկ ընտրեր, կանեինք 15 անգամ 14 անգամ 13 բաժանած 3-ի ֆակտորիալ։ Ճիշտ է, մենք այդ ճիշտ ես ասում, այդքան չենք խորնա, բայց այս դեպքի համար մի հատ հասկանանք։ Մի հատ էջ ավելացնեմ։ Ունենք 6 կարմիր, 5 դեղին և 4 սպիտակ ծաղիկ։ Եկեք ես սրանք թող լինեն մեր եկեք գույները հենց տենց է վերցնենք։ Կարմիր, բայց սպիտակ չենք կարող վերցնենք։ Լավ, եկեք ունենք կարմիր, կապույտ, նարնջագույն գույնի ծաղիկներ, որ ունենք այսինքն 6 հատ կարմիր ծաղիկ, 5 հատ կապույտ և 4 նարնջագույն ծաղիկ։ Հիմա ունենք ընդհանուր 15 ծաղիկ, չէ, արեք ասում էր մի հատ ընտրենք ծաղիկ, հետո վերցնենք մնացածից էլի ծաղիկ ընտրենք, այդ կլինի ընտրեցինք 2 ծաղիկ, այսինքն 15 անգամ 14, հավասար է 210 եղանակ։ Հիմա եկեք այս ծաղիկները համարակալեմ, հիմա եկեք նայենք կարմիր, ենթադրենք ընտրել ենք 1 համարի կարմիր ծաղիկը ու ընտրել եմ 4 համարի կապույտ ծաղիկը։ Այս մեր այս ընտրությունների մեջ հաշվել ենք, չէ, արեք, որտև 15 եղանակներից մեկը էտեն էր, որ վերցնենք առաջին կարմիր ծաղիկը, հետո վերցնենք 4-րդ կապույտ ծաղիկը։ Հիմա կարանք 15 առաջին ծաղիկը ընտրելուց ընտրենք 4-րդ կապույտ ծաղիկը, չէ։ Այո, Այնուհետև երկրորդ ծաղիկը ընտրելուց վերցնենք կարմիր կապույտ ծաղիկը, չէ։ Կարմիր այո, առաջին առաջին։ համարի ծաղիկը։ Այսինքն այս մեր այսքանի մեջ մի հատ հաշվել ենք 1-ն ու 4-ը, հետո 4-ն ու 1-ը, չէ։ Դեպքերը կարան կրկնվեն։ Այսինքն այս երկու դեպքը նույնն է, չէ, իրական, որտև ուղղակի երկու ծաղիկ ենք ուզում վերցնենք։ Հերթականությունը թե որը երբ ենք վերցրել, կարևոր չի։ Հիմա սենց նույն ձև բոլոր զույգերի համար, չէ, կարող լինի, օրինակ նարնջագույն կարմիր ու նարնջագույն առաջին ու նարնջագույն 4-րդ ծաղիկները եթե վերցնենք, հետո էլ մի հատ ուրիշ ընտրության վերցնենք 4-րդ համարի նարնջագույն ու առաջին համարի նարնջագույն ծաղիկները, էլի կստացվի նույն բանը, չէ։ Այո, Հիմա սենց ամեն երկու ծաղիկների զույգ իրա նմանը ունի, չէ։ այո, Իրա նմանը որն է, վերցնում ես այդ երկուսը տեղերով փոխում ես։ Ստանում ես իրա նմանը, այսինքն
ամեն ծաղիկների երկու ծաղիկանոց փնջերը քանի անգամ ենք հաշվել այս 210-ի մեջ։ 2 անգամ։ 2 անգամ, չէ՞, այսինքն իսկական քանակը գտնելու համար պիտի ուղղակի Բաժանենք 2-ի։ բաժանենք 2-ի, որը կլինի 105։ Ստեղից ինչ-որ մեկը հարց ունի։ Լավ, եթե էսի հասկացաք, եկեք մի քիչ Ալենի ասած էլի ոնց որ Ալենը մի հատ էլ ստեղ շարունակեց, ասաց, եթե ասաց տեղ իրականում ոչ թե 2, այլ 2-ի ֆակտորիալ, օրինակ եթե 3 հատ ծաղիկ ընտրեինք, այսինքն 3 ծաղիկանոց փունջ ընտրենք, օրինակ երկրորդ համարի կարմիր, 5-րդ համարի կապույտ և առաջին համարի նարնջագույն։ Սրա նման քանի փունջ կա, Արեգ։ Եթե այդ մեկը հաշվում ենք 6 հատ փունջ, եթե դա չենք հաշվում, դրա նման 5 տարբեր փնջեր կան։ Եվս 5 հատ փունջ կա, չէ՞, այսինքն 2 1 5, չէ՞, հետո Այո։ 5 2 1 5 1 2 և նարնջագույնով սկսվողները 1 2 5 ու 1 5 2։ 2 Սենց ամեն 3 ամեն ծաղկե փունջը հաշված կլինենք 6 անգամ, չէ՞։ Այո։ 6-ը ինչն է, 6-ը 3-ի ֆակտորիալն է։ 6-ը 3-ի ֆակտորիալն է, էդ էլ ինչն էր, ինչ-որ 3 հատ բան եթե ունենք, տվեր կամ ինչ-որ ցանկացած բան ուզում ենք իրար հետևից դասավորենք, որոնք իրարից տարբեր են։ Սրանց տեղափոխությունների քանակը մենք գիտենք, որ 3-ի ֆակտորիալ է։ Այսինքն ստեղ ցանկացած դեպքում ամեն բանը հաշված կլինենք 6 անգամ։ Այսինքն այս դեպքում 15 անգամ, 14 անգամ, 13-ը բաժանենք 3-ի ֆակտորիալի։ Այս 15 անգամ, 14 անգամ, 13-ը պարզ է, չէ՞, մի հատ ծաղիկ ընտրեցինք կմնա 14 ծաղիկ, դրանցից մի հատն է կընտրենք կմնա 13 ծաղիկ, հետո եվս մի հատն է որ ընտրենք կլինի 13 ծաղիկ։ Ու կլինի 15 անգամ 14 անգամ 13 բաժանած 6։ Իսկ մեր խնդիրներում այս մեր տենց խնդիր չկար, որտև ասում էր հենց մի հատ կարմիր, մի հատ դեղին։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Դե անցնենք հաջորդ ընտրին, եթե իհարկե հարց չունենք։ Մայիս։ Խնդիրն ասում է, քանի էրանիշ բնական թիվ է հնարավոր կազմել օգտագործելով 1, 5, 8, 9 թվանշանները։ Ունենք 4 հատ թվանշան եւ այդ 4-ից պետք է ընտրենք 3-ը որևէ թիվ կազմելու համար։ Առաջին թիվը ընտրելու համար ունենք 4 տարբերակ, երկրորդ թիվը 3, իսկ երրորդը 2, կլինի 4-ի ֆակտորիալ բաժանած 1, որն է հավասար է 24։ Ես համաձայն չեմ։ Ես էլ կարող եմ ասել ինչու։ Եկեք մի հատ ես քանի որ շատ լավ չհասկացա թե մայիսը ոնց արեց, մի հատ նորից ավելի դանդաղ գնանք։ Ունենք 4 հատ թվանշան, այդ 4 հատ թվանշանից պետք է 3-ը ընտրենք։ Այդ
ընդհանուր հնարավորությունը, որ այդ 4 հատից 3-ը ընտրելու համար առաջին թվանշանը կարող ենք ընտրել 4 տարբերակով, Լավ, երկրորդը 3 տարբերակով, չէ, կներեք 4 տարբերակով, կրկին 4 տարբերակով, երկրորդը ու երրորդն է կրկին 4 տարբերակով։ իսկ հիմա ով համաձայն չի։ Հրանտ հիմա համաձայն եք։ 4-ի ֆակտորիալի հետ չէ։ Ոնց որ մայիսը սկզբում սխալ լուծում էր ասում էր այդ եռանիշ թվի ենթադրենք առաջին թվանշանը ընտրելուց կարանք վերցնենք այս սրանցից կամայական թվանշան։ Այո։ 4 տարբերակ։ Հետո ասում է, երբ որ ինչ-որ մեկը ընտրեցինք, օրինակ մեկը, կմնա 3 թվանշան։ Այսինքն երկրորդ թվանշանը կլինի կարանք ընտրենք 3 տարբերակով, հետո այդ մի հատն է, որ ընտրենք, կմնա 2 թվանշան, կլինի 4 անգամ 3 անգամ 2, հավասար է 24։ Բայց էսի կլիներ այն դեպքում, եթե մենք ուզենայինք, որ մեր եռանիշ թվի բոլոր թվանշանները լինեն տարբեր իրարից։ Այո։ Չկրկնվեն։ Ահա, Իսկ մեր մոտ կարող են կրկնվել։ ճիշտ է։ Իսկ եթե քանի որ կարող են կրկնվել, երբ որ Լինի առաջին 4-ի խորանարդ։ թվանշանը ընտրում ենք 4 տարբերակով, երկրորդ թվանշանը էլի կարանք ընտրենք 4 տարբերակով։ Նույնաբար երրորդ թվանշանը կընտրենք 4 տարբերակով, կլինի 4-ի խորանարդ եղանակ կլինի 64։ Պարզեր մայիս։ Այո։ Իսկ եթե սենց ունենք 1 5 8, եկեք ասենք մի հատ թիվ փոխեմ, սարքեմ 0։ Այս դեպքում քանի եռանիշ թիվ կարաք ստանանք։ 3 անգամ 4-ի քառակուսի։ Ոնց ստացար, Արեգ։ Առաջին տեղում կարող է 3 թվանշան լինել, որովհետև մենք ինչպես գիտենք, եռանիշ թիվը կամ առանձնապես ոչ մի թիվ չի կարող սկսվել 0-ով, բացի 0-ից։ Ճիշտ է։ Այստեղ կունենանք 3 տարբերակ, 0-ն քանի որ չենք կարող գրենք։ Իսկ մնացած տեղերը 4 վերնել տարբերակ կունենանք։ կլինի 3 անգամ 4-ի քառակուսի, կլինի 48։ Պարզեր հենզել։ Այո։ Հիմա երրորդ խնդիրը ով է լուծել։ Հակոբ, Այստեղ մեզ ասում է, որ 2-ը 2-ի վրա տախտակ է, բաժանած վանդակներով, ունենք 4 հատ վանդակ։ Մեզ ասում է, որ ներկում ենք կարմիր կապույտ կամ կանաչ ներկելով, քանի հնարավոր տարբերակ կա։ Ես գրել եմ 3-ի 4 աշճան, որն էլ հավասար է 81, քանի որ ամեն մի վանդակում կարող ենք 3 գույներով ներկել։ ճիշտ է։ Առաջին վանդակը կարանք ներկենք այս 3 գույներից ինչ-որ մեկով։ Նույն ձև երկրորդ, երրորդ, չորրորդ վանդակները կլինի 3-ի 4 աստիճան 81։ Իսկ եթե պահանջենք, որ գույները չկրկնվեն, քանի ձևով կլինի։ Հակոբ, եթե ուզում ենք նենց ներկենք, որ գույները տարբեր լինեն։
բոլոր իրարից։ Քանի Կարող եմ ձև ասել։ ունենք ներքևում։ 6 Կարաս մի օրինակ ասես։ հա եթե ընդհանրապես գույները չկրկնվեն Հրանտ կասես։ դե եթե պետքա որ գույները չկրկնվեն ունենք 4 վանդակ 3 գույն հետևաբար վանդակներից մեկը պետքա չներկենք դառնում է որ առաջի վանդակը կարանք կամ այդ 3 գույներից մեկով ներկենք կամ չներկենք այսինքն 4 տարբերակ երկրորդը 3 Բոլորն էլ պիտի երրորդը 2 հետո 1 24 Բայց բոլորն պայմանը էլ պիտի ասում է, որ ներկենք։ ներկված է։ Չես կարող պայման ցակասես։ Երբ որ ասում ես ինչ որ վանդակ չներկենք, տենց բան թույլ չենք տալիս, պիտի բոլորն էլ ներկենք տարբեր գույներով։ Ուրեմն չեն կարող, որտեղ ունենք 3 գույն ու 4 վանդակ։ Ճիշտ է, որտեվ եթե հերթով գույները օգտագործենք, երրորդ վանդակի վրա մեր գույները կպրծնեն ու չորրորդը ոնց է ներկենք, պիտի գույնը երկրորդ անգամ օգտագործենք ինչ որ։ Դա դիրիքլեի սկզբունքը չէ կոչվում։ Այո, Այդ Դիրիխլեի սկզբունքի հետ կապ ունի, բայց դրա մասին հիմա չենք խոսա, որտեղ կարանք երկար կտևի։ Չորրորդը Այկ Հա, այս խնդրի վրա լիքը ժամանակ եմ ծախսել, բայց լուծել եմ։ Բան, ես սկզբից որոշել եմ մեկերով անել ու այն թիվը, որ չի կրկնվում, նշանակել եմ y։ Կարծես կա 3 տարբերակ, 1-1y, 1y1 եւ y1-1։ Այսինքն նայում ես 1-1 Y։ նայում ես եռանիշ թիվը, որոնց կրկնվող թվանշանները մեկերն են, Հա, հետո ուղղակի 9-ով կբազմապատկեմ։ Եվ y1-1։ Այստեղ մեզ մոտ y-ը առաջին դեպքում կարող է ունենալ 10 տարբերակ, ներողություն։ 10 թիվ կարող լինի y-ի տեղը։ Y-ը կարա 0-ից 9 ցանկացած թվանշան լինի, չէ՞։ Երկրորդ տարբերակում y-ը կարող է լինել արդեն 8, որովհետև 1-1-1-ը այդ դեպքում կկրկնվի։ Ճիշտ է, քանի որ ստեղ իրական գրել ենք 110, 111, 119 բոլոր թվերը։ Ստեղ ուզում ենք գրենք այն թվերը, որոնք չենք հաշվել այս վերևում։ Իսկ եթե y-ը լինի 1, կլինի 111, բայց 111-ը ստեղ արդեն կա։ Ուրեմն 9 տարբերակ կա տեղադրել, ոչ թե 8-ը սկզբում։ Այսինքն y-ը կարող լինի 0-ից 9, բայց բացառությամբ 1-ը։ Իսկ 9 տարբերակ։ Իսկ այստեղ y-ը կարող է ունենալ միայն 8 հարժեք, որովհետև չի կարող լինել ոչ 1, ոչ 0։ 1, որ 1-1-1 չլինի, 0, որտեղ եռանիշ թիվը 0-ով չի կարող սկսվի։ Ճիշտ է։ Էլի նույն պատճառով էս y-ը 1 չի, որտեղ կստանանք 111-ը, որը ստեղ արդեն հաշվել ենք։ Ու էլի 0 չի կարա լինի, որտեղ 0-ով չի կարա սկսվի եռանիշ թիվը։ Կլինի 8 տարբերակ։ Կարծես մենք ունենք 27 տարբերակ եւ անում ենք 27 անգամ 9 243։ Այս 3 դեպքերը, որ իրար գումարենք, կլինի 27։ Քանի որ այս 1-ը կարող լիներ 1-ի տեղը եթե 2 գրենք, նույն բաները կարելի է ասել, չէ՞։ Հետո ստեղ կստանայինք 220-ից 229 ու
Արե 222-ը, հա, եթե նույնձև մեկի տեղը լիներ 2, ստեղ էլի 220-ից 229 կհաշվեինք, հետո ստեղ y-ը կլիներ 2, y2, y2 չէր կարող նա լիներ, կլիներ 9 տարբերակ, որտև 222-ը արդեն հաշվել ենք, ու նույնձև հետո կլիներ 8 տարբերակ։ Այո, այդ պատճառով 27-ը բազմապատկում ենք 9-ից, տանում ենք 243 և գումարում ենք 9, այդ 9-ը այն դեպքերն են, երբ որ թիվը վերջանում է 0-0-ով, 100, 200, 300 և այլն։ Այո, այդ անգամ 9 Ինքեր կլինի, բարձրագույն։ 243։ այո, Ես ավելի հեշտ լուծում ունեմ այդ խնդրի։ բասի Մի ես վայրկյան պրտնենք նե, ավարտել։ Եվ գումարում ենք 9, դիտարկելով 100, 200, 300 և այլն։ շատ ճիշտ է, մենք ասեցինք, որ այս մեկերի տեղը կարան լինեն 1-ից 9 ցանկացած թվանշան, չէ, իսկ ինչ կլինի, եթե մեր եռանիշ թվի մեջ կրկնվեն զերոները, Պարզա, սենց չի կարող լինի 0-0 ու y, մենակ կարող լինի y0-0 տարբերակը, հետ էլ ստեղ կարող լինի 1-ից 9 ցանկացած թվանշան, այսինքն կլինի 243 գումարած 9, 252, Սա իմ վերջնական պատասխանն է։ ճիշտ է Արեգ ստացը, Ճիշտ է։ դե արի հիմա քո լուծումը, Հա, ես 4-ը սկզբից չէի կացել, դրա համար մյուս խնդիրները արեցի ու հետ եկա հետո դրան, ու որ մտածեցի մի քիչ, ասեցի ինչ կլինի, եթե բոլոր եռանիշ թվերի քանակից հանենք այն եռանիշ թվերի քանակը, որտեղի թվանշանները չի կրկնվում։ Տենց կստացվի, կստանանք այն եռանիշ թվերը, որոնց թվանշանները կրկնվում են։ ճիշտ է ասում, Հերանդ, Այո, նայք Արեգը ինչ լավ բան է ասում, եթե ունենք բոլոր եռանիշ թվերը, 100, 101, 102, մինչև 999, ես սրանցից հանենք են թվերը, որոնց բոլոր թվանշանները տարբեր են իրարից, օրինակ 123, 167, 241, ես սրանք եթե հանենք, տակը կմնան են թվերը, որոնց գոնե երկու թվանշանները կրկնվում են, ճիշտ է, հիմա ես ոնց ես անում, Մենք գիտենք, որ բոլոր եռանիշ թվերի քանակը 900 է։ ճիշտ է, հետի հաշվելու համար, Պիտի կարանք անենք էլի 9 արտադրյալի տասի սկզբունքից քառակուսի։ օգտվենք, կլինի 9, 10, 10 չէ, 900, մյուս տարբերակն էլ ենա, որ 999-ից հանենք 99, որտև 1-ից մինչև 999 այսքան հատ թիվ կա, իսկ 1-ից մինչև 99 կա 99 հատ թիվ, սրանից հետո սկսում են եռանիշները, այսինքն եռանիշները ամբողջից հանած սկզբի 99-ն է, երկու դեպքում է ստանում ենք 900, ստացենք 900 հատ եռանիշ թիվ, հետո Եվ չկրկնվող եռանիշ թվերի քանակը ստանալու համար պետք է անենք 9 անգամ 9 անգամ 8։ Առաջին տեղում 1-ից 9 թվանշաններն են, երկրորդ տեղում առաջին տեղի ընտրածը չենք հաշվում, բայց դեռ 9 է, որովհետև արդեն 0 կարանք օգտագործենք։ ճիշտ է,
Եվ երրորդ տեղում էլ 10 թվանշաններից չեն կարող օգտագործել այն երկու թվանշանները, որոնք օգտագործել ենք արդեն։ Այսինքն 8 եղանակ։ Այո։ Լինի 9 անգամ 9 անգամ 8, սել որ հաշվենք 648։ 648 ու ինչ մնաց, Եվ 900-ից անում ենք 648։ 252 Արզեր Հայկ, Ես այդ դեպքը դիտարկում էի, բայց այս իմ ասած տարբերակը դուրս ավելի շատ եկավ, այդ ճանապարհը գնաց։ ոչինչ, Ամել ընկեր Վաչագան։ այո, Ես Հայկի լուծումից մի բան չհասկացա, թե ինչու էր ինքը 27-ը բազմապատկում 9-ով։ Ես բացատրեմ։ նորից գնայինք, մի հատ Արագի լուծումից եթե հարց չկա, նոր Արագի հարցին, նորից անդրադառնանք, բայց Արեգ, հաջորդ անգամ լավ կլինի, որ եթե ստե ինչ-որ բան չես հասկանում, հարց տաս, հետո նոր մի ուրիշ լուծում ասես, որ անդադ հետո առաջ չգանք։ Այ, մեկը երբ կրկնվում, հաշվեցինք կա 27 տարբերակ, չէ, Այո։ Արեգ, հիմա, եթե այս մեկի տեղը լիներ գրված 2, ստեղ 2, ստեղ 2, ստեղ էլ 2, ստեղ սրանք կփոխվեին, թե չէ, Այս այս թվերը առաջին, կփոխվեն։ օրինակ, հիմա ուզում ենք 2-2-ով սկսվող եռանիշ թվերի քանակը հաշվենք, քանի հատ թիվ կա, 2-ով սկսվող եռանիշ թվերի ոչ թե մենակ 2-ով, այլ որ առաջին երկու թվանշանները 2 են, այսինքն 2-2 1, 220-ից մինչև 229, 10 հատ թվանշան, 10 հատ այսինքն թիվ, 10 հատ թիվ, 10 հատ թիվ։ Հիմա դրանք ստեղ գրած են, հիմա ուզում ենք նայենք այս տեսքի թվերի քանակը, քանի հատ թիվ կա, 202, չէ, 212, 222, մինչև 292, ճիշտ է, Այո։ բայց հիմա մենք նկատում ենք, որ այս 222-ը համ ստեղ ենք հաշվել, համ ստեղ ենք հաշվել, չէ, Այո։ իսկ մենք ուզում ենք ամեն թիվ մի անգամ հաշվենք, դրա համար այս 222-ը ստեղից կջնջենք, այսինքն այս 10 հատից կմնա 9 թիվ, չէ, Այո։ նույն ձև, ստեղ ունենք 22-ով վերջացող եռանիշ թվերի քանակը, որ ինչքան է, 122, 222, 322, մինչև 922, Եվ կհանենք այն դեպքերը, որ նախորդ երկուսից կրկնվել էին։ ճիշտ է, իսկ դա որոնք են, 222-ը և և վերջ իրականում, որտև որովհետև 0 չի կարող լինի։ 022-ը չենք գրել, էլի, ի սկզբանե կար 9 տարբերակ, 222-ը հանեցինք, կմնա 8 տարբերակ, նույն ձև, եթե լիներ 2-ի փոխարեն 3, 4 կամ ցանկացած 0-ից տարբեր թվանշան, կստացվեր բոլորի համար 27 հատ թիվ կա, չէ՞ տենց, Այո։ այսինքն ամբողջ քանակը դրանց կլինի 9 անգամ 27, ու հետո վերջում է կմնա 0 թվանշանը կրկնվող թվերի քանակը,
Այո, դրա համար էլ գումարում ենք 9։ Ճիշտ է։ Լավ, անցնենք 5-րդ խնդրին։ Ովքեր են լուծել։ Մայիս, Խնդիրը ասում է, որ կոպեկ է նետում են 6 անգամ, քանի հնարավոր տարբերակ կա աղոթների եւ գիրերի հաջորդականության։ Հաջորդականությունը գտնելու համար նախ հասկանանք, որ 6 անգամ եթե նետել ենք կամ ընկնել է աղոթ կամ գիր, այսինքն երկու հնարավորություն կա։ Առաջին նետման ժամանակ երկու հնարավոր տարբերակ կա, երկրորդում էլի 2, երրորդում էլ 2, չորրորդում էլ 5, երրորդում էլ 6-րդում էլ ու այդպես որ պետք որ իրար բացում պատկեն կստանանք 2-ի 6 աստիճան։ ճիշտ է։ Այո։ Այո, Բոլոր տեղերում կարող լինեն ուժ, գիր, կլինի 2-ի 6 աստիճան։ Բոլորը ցենց եք լուծել։ այո, Նաև կարելի էր սենց մտածել նախորդ դասի հիման վրա։ Այս ուժն ու գիրը, որ փոխենք 1-ով ու 0-ով, բան չի փոխվի, չէ։ Կլինի մեկերի ու 0-ների 6 հատանոց հաջորդականություն։ Պիտի գտնենք դրանց քանակը։ Չնայած լավ, մոռացեք, в общем, ես վատ մեկնաբանում ա, տենց անիմաստ։ Սենց լավ ա։ Եկեք վերջին խնդիրը տնայինի։ Ալեն կարող ա լուծել ես։ Չեմ լուծել, բայց կարող եմ ասել։ Լասա։ Երկու զուգահեռ ուղիղների վրա նշված են 5 կետ, ինչպես ցույց է տրված նկարում։ Քանի եռանկյուն կարելի է կազմել, որոնց գագաթները նշված կետերն են։ Դե ես գիտեմ, որ այդպիսի կանոն կա եռանկյունների մասին, որ այդ բոլոր 3 կետերը իրար հետ ուղղահայաց չեն, նույն ուղի վրա չեն գտնվում, ամեն երկուսը տարբեր ուղի վրա են գտնվում, հետևաբար մենք առանց այդ վերևի կետի չենք կարող եռանկյուն կազմել։ Այսինքն սա մեր առաջին կետն է լինելու, որը ուզած պետք է օգտագործենք։ Ճիշտ է, եթե այս կետը չենք ես վերցնում, լուծել եմ։ եթե այս կետը չենք վերցնում, մնացած այս կետերով հազիվ թե կարող ենք եռանկյուն կազմենք, որտեղ նույն ուղի վրա է։ Այսինքն մի գագաթը հաստատ վերևի կետն է։ Հետո դե քանի որ մենք այս կետը արդեն վերցրանք, հետո նայում ենք ներքևի կետերին։ Դե քանի որ այդ ներքևի կետերը 4 հատ են, առաջին կետը ընտրելու համար կունենանք 4 տարբերակ։ Իսկ երկրորդ կետը ընտրելու համար արդեն կունենանք 3 տարբերակ, որովհետև այդ նույն կետը ընտրելը եռանկյուն չի դառնա։ Դրա համար 4 անգամ 3 կանենք։ Եվ հետո տվյալ արդյունքը կբաժանենք 2-ի վրա, որովհետև մեր մոտ էլի կրկնվող բաներ կան։ Ասենք, եթե առաջին կետը ընտրենք, դա բոլոր մնացած 3-ի հետ անելու ենք։ Հետո երբ մենք երկրորդը ընտրենք, դա արդեն դառնալու է նույն տարբերակը, եթե դրա համար սա պետք է բաժանենք 2-ի, այսինքն 6։ Ճիշտ է ասում, Արեգ։ Այո, Եկեք մի հատ ամփոփեմ Ալենի ասածը։ Նախ հասկացանք, որ պիտի պարտադիր էս վերևի գագաթը վերցնենք։ Դրանից հետո մեզ մնում է այս 4 գագաթներից ընտրել ինչ-որ 2 գագաթ։ Օրինակ, եթե ընտրենք 1-ն ու 3-ը, կստացվի սենց եռանկյուն։ Եթե ընտրենք 2-ն ու 3-ը, կստացվի սենց եռանկյուն։ Եթե ընտրենք 3-ն ու 2-ը, էլի կստացվի նույն եռանկյունը։ Հիմա երբ որ մենք 4 եղանակով
Ընտրում ենք ներքևի գագաթներից ինչ-որ մեկը, հետո 3 եղանակով մյուս գագաթը, ուներում ենք 12 եղանակ ընտրած ներքևի գագաթների, բայց մյուս կողմից, երբ որ մենք ընտրում ենք 2-ն ու 3-ը, հետո ընտրում ենք 3-ն ու 2-ը, մենք ստանում ենք 1 այս նույն եռանկյունը, ճիշտ է։ Հետևաբար այս եռանկյունը սրանց մեջ հաշվել ենք 2 անգամ։ Եկեք թող լինի, եկեք ոչ թե թվեր լինեն, այլ տառեր։ A, B, C, D, J։ MACD եռանկյունը 2 անգամ ենք հաշվել։ Նույն ձև ABC եռանկյունն էլ 2 անգամ հաշված կլինենք, որտեվ այս 12-ի մեջ համ կա B-ն ու C-ն, համ C-ն ու B-ն։ Իսկ ABC ու ACB եռանկյունները նույն եռանկյուններն են։ Այսինքն մնում է այս 12-ը բաժանենք 2-ի ու ստացվի մեր ուզած եռանկյունների քանակը։